մի բան հաստատակամ ուզում եմ ասել եւ ամենայն պատասխանատվությամբ այդ շքեղության որևէ էլեմենտ մեր սակագներում իր արտացոլումը չի գտնի։ Չնայած հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի այս խոստումներին, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը առաջիկա տարիներին եւս կշարունակի սպառողների հաշվին վարձակալել թանկարժեք մեքենաներ, գրասենյակային տարածքներ, ընկերության աշխատակիցները կօգտվեն հեռախոսակապից, կմեկնեն գործուղման, կվերապատրաստվեն։ Այսպես օրինակ, եթե խոսենք թվերի լեզվով, Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը կատարած որոշակի կրճատումներով հանդերձ հեծի տնօրինությանն ու աշխատակիցներին թույլատրում է երթևեկել Range Rover, Lexus, Prado եւ այլ թանկարժեք մեքենաներով տարեկան 51 միլիոն դրամի չափով։ Բջջային, ֆիքսված եւ միջքաղաքային հեռախոսներից կօգտվեն տարեկան 87 միլիոնի։ Երևանից մարզեր եւ դեպի Մոսկվա գործուղման համար հեծը սակագնի հաշվին կարող է ծախսել 94 միլիոն, իսկ տարածքների վարձակալության համար 250 միլիոն դրամ։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով Ռոբերտ Նազարյանը կատարել է խոստումը։ Սպառողների հաշվին տարեկան մի քանի 100 միլիոն դրամի այս ծախսերը ըստ նրա շռայլություն չեն։ Եթե դուք նայեք 10 միլիոնանոց մեքենա, որի մաշվածություն, ամորտիզացիան բոլորը դուրս են գալի եւ դա բնականաբար դրանք հաշվարկի մեջ պետք է մտնեն, որը դրանք շատ մինիմալ տիպեր են կարող։ Հնարավորինս ինչքան որ մենք ասել ենք ուսումնասիրել, հնարավորինս այն բոլոր ողջացումները, որոնք ներկայացված են սկզբնական հայտի մեջ, դրանք հանվել են։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի համար փոքրինչ զարմանալի են այս հիմնավորումները։ Նրա խոսքով ռուսական ընկերության տարիների կուտակած պարտքը ձևավորվել է նաև հենց այս ծախսերի արդյունքում։ Սակագնի բարձրացումը լուծում չէ։ Տնտեսագետի համար անընդունելի է նաև հեծի աշխատակիցների քանակը, որոնք սակագնի հաշվին տարեկան 22 միլիարդ դրամի աշխատավարձ են ստանում։ Միջազգային պրակտիկայի թվերից ելնելով կարող ենք ասել, որ 4 անգամ այսօր գերազանցում է աշխատողների թիվը։ Սակագինը եթե մենք չփոխենք, մենք ձեզ հետ միասին շատ արագ կտեսնենք, որ հեծի աշխատողների թիվը 7800 հոգուց կրճատվում է, ասենք դառնում է առաջի տարին 6000, հետո 5000, հետո 4000, հետո գալիս դառնում է օպտիմալ, ասենք 2000-2500 հոգանոց աշխատակազմ։ Ըստ պաշտոնական տվյալների հեծում էլեկտրաէներգիայի կորուստը տարեկան 11%-ից ավելին է կազմում։ Հայկ Գևորգյանը վստահեցնում է, կորուստների այս ցուցանիշով սակագնի բարձրացման հարցն ամեն տարի կդրվի հանձնաժողովի սեղանին։ Այս պահին հեծի կորուստները կազմում են ավելի քան 12%, դա կազմում է տարեկան մոտ 700 միլիոն կիլովատ-ժամ։ Դա ավելին է, քան արտադրում է, ասենք օրինակ, Որոտանի հեկերի կասկածում։ Ստացվում է, որ մի ամբողջ մի հզոր էլեկտրակայան աշխատում է միայն կորուստները փակելու ուղղությամբ։ Այդ կորուստների հիմնական մասը այն էլեկտրիկն է, այսպես ասած, որը զանգահարում է ձեր տուն, ասում է ուզում եք ձեր հաշվիչը հետ պտտացնել։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն արդեն 3 անգամ թանկացրել է էլեկտրաէներգիան ու չնայած դրան կուտակել է ավելի քան 109 միլիարդ դրամի պարտք։ Arminfo լրատվականին տված հարցազրույցում ռուսական ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը քննադատելով հայաստանյան իշխանություններին պնդել է. «Մեջբերում եմ, սակագնի բարձրացումն այսօր հարկադրված միջոց է։ Այսպիսի լուրջ աճից կարելի էր խուսափել, եթե պետությունը ժամանակին ընդուներ որոշումներ շուկայում հաշվեկշռի խախտման մասով։ Այլ կերպ ասած, եթե կառավարությունը այս սեգմենտում կատարեր շուկայական արդար բարեփոխումներ, բայց ցավոք, ինչքան էլ մենք խնդրեցինք, ամեն ինչ մնացել է նույնը, ինչի արդյունքում կուտակվել են ահռելի պարտքեր»։ Մեջբերման ավարտ։ Բիբինը նաև պնդել է, որ առաջացող այդ պարտքերի մասին 2 տարի շարունակ հայաստանյան իշխանություններին ուղղված իրենց բազմաթիվ դիմումները մնացել են անպատասխան։ Վահրամ Բաղդասարյանը սակայն չի կիսում Բիբինի այս տեսակետը։ Կառավարությունների հնարավորության սահմաններում այլ ինչ որ հնարավոր է։ Կան թվեր, կան փաստեր, որոնցից խուսափել հնարավոր չէ։ Ինչ է նշանակում տեղյակ ենք պահել եւ այլն, բայց պետք է ուղղները ցույց տրվի։ Ժառանգության падգամավոր Զարուհի Փոստանջյանը շարունակում է պնդել. հարցով պետք է զբաղվի դատախազությունը, անկախ այն բանից պարտքերի կուտակման մեղավորը հեծն է թե կառավարությունը։ Որի արդյունքը պետք է լինի նաեւ դատավճիռ, դատապարտվեն անձինք, ովքեր որ չարաշահել են եւ այսպիսի իրավիճակի են հանգեցրել։